իհարկե շատ կարևոր հարցի շրջանակներում անհրաժեշտ է առավել մասնագիտական եւ խորը ուսումնասիրություններ իրականացնելը եւ հույս ունեմ առաջինից երկրորդ ընթացման ժամանակ նաեւ հիմնական զեկուցողի առաջարկություն նկատի առնելով կկազմակերպվի այդպիսի մի քննարկում նաեւ միջազգայինների մասնակցությամբ, որովհետեւ պետական պարտքի հետ կապված հարցերը շատ զգայուն են, դրանք ոչ միայն ներքին, ինչպես հարցադրման շրջանակներում հնչեցվեց, նաև արտաքին պարտքի հետ կապված է եւ հասարակությանը, ժողովրդին, մեր տնտեսվարող սուբյեկտների բեռի մասին է խոսքը գնում, հատկապես ապագա բեռի մասին, բայց իմ համար չափազանց կարևոր է, որ մի շարք ինստիտուտներ այստեղ շատ հստակություն մտնեն։ Մուրակի մասով պատահական չէր հարցը, մուրակի դասական սահմանումը դա առանց որևէ բանով պայմանավորված, այսինքն անվերապահ պարտավորությունն է մուրակ տվողի կողմից, որ երբ որ մուրակի սեփականատերը կամ տիրապետողը պահանջը ներկայացրեց, դա ենթակա է վճարման։ Այն չի կարող լինել պայմանական, որտեղ պայմանական պարտավորությունը որոշակի դեպքերի, իրադարձությունների հետ է կապված։ Կարող է առաջանալ, կարող է չառաջանալ, բայց մուրակի դեպքում չկա այդպիսի բան։ Եվ հետևաբար անվերապահ կատարումը ինքնին պետական պարտքի կարևոր բաղադրիչ է դառնում, որտեղ եթե այս պահի դու տվեցիր պետական մուրակ, նշանակում է վերցնողը, գնորդը, անկախ նրանից պարզ մուրակ է, թե փոխանցելի մուրակ է, ինքը այդ իրավունքը ունի, եւ երբ որ ժամկետը լրացավ, այդ գումարը ենթակա է անվերապահ այդ պարտավորությունը ենթակա է անվերապահ կատարման, սա պայմանավորված չի որևէ այլ հանգամանքներով։ Եվ երկրորդ ինստիտուտը իսկապես կենտրոնական բանկի պարտավորությունների կամ պարտքի խնդիրն է, եթե խոսքը գնում էր համախառն պարտքի մասին, որը ներառում է նաև կազմակերպությունների պարտքը, ապա լավ կլինի սա դասակարգում այնքան հստակ ու պարզ ներկայացվի, որ նաև մեր տնտեսվարող սուբյեկտներն էլ հստակություն ունենան իրենց կողմից պարտավորությունների ներգրավման առումով։